ճանապարհը ունի նույն ռեժիմով շարունակություն, միայն մեր տարածքում այդ ռեժիմը գործելու։ Մենք չենք գտնի որևէ հայ վարորդ, որը որ Ադրբեջանի տարածքով համարձակություն կունենա Ռուսաստան գնալ, չի լինելու այդպիսի բան, իսկ թուրքերն ու ադրբեջանցիները հանգիստ գնալու են գան, ու ինչ-որ 20-26% շահույթ են ունենալու։ Հիմա մեր շահը որն է այստեղ։ Վերլուծելու համար այսօրվա թրիփի այն ձևաչափը, որով իրացվում է այս նախագիծը, ես ուզում եմ հիշեցնել, թե մենք ինչ իրավիճակում էինք 2015 թվականին մինչև այս ռեժիմի իշխանության գալը։ Որն էր Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական օրակարգը։ Հիմնական օրակարգը եւ մեր տեղը այս տարածաշրջանում կարծես միանշանակ է բոլորի համար, որ հյուսիս-հարավ առանցքի ձևավորումն է, որը փայլուն ներկայացրեց իմ գործընկերը Արան Այվազյան, որը այսօր էլ կարող է ակտուալ լինել հետնիկոլյան Հայաստանի համար որպես հայեցակարգ։ Սակայն սա հիմնարար հատասության մեջ էր այն տեսակետի հետ, այն հայեցակարգի հետ, որը փորձում էր իրացնել հավաքական արևմուտքը այդ ժամանակ, փորձելով ճեղքել այս հյուսիս-հարավ առանցքը կիսատ գոյություն ունեցող, որովհետև Վրաստանի հարցում այդ պրոբլեմը գոյություն ուներ։ Այս եռանկյունին, ինչպես ասվեց, փորձ էր արվում անընդհատ ճեղքել եւ այսօրվա վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը բավականին անկեղծ է եղել, երբ որ ասել է, որ Արցախը թոք է Հայաստանի վզին, որովհետև ազատվելով Արցախից հնարավոր դարձավ այն հայեցակարգը, որը գործում է մինչև այսօր արևմուտքում։ Հիմա 24 թվականին, 25 թվականի հունվարից, այսպես ասենք, հավաքական արևմուտք ասածը այլևս գոյություն չունի։ Հիմա վերադառնալով թրիփին, ես ասեմ, որ 20 թվականի պատերազմից հետո փորձեք վերհիշել, թե ինչ թուղթեր անընդհատ թափահարում այդ անձնավորությունը իր բոլոր ելույթներում, միջազգային հանդիպումներում, դատարկ թղթապանակով, ինչ-որ տարածաշրջանի քարտեզ էր տանում, երկու հատ խաչվող գիծ Հայաստանի վրա ցույց էր տալիս, ասելով, որ սա հաղորդակցության միջոցների ապաշրջափակում է լինելու եւ Հայաստանը բարգավաճելու է լինելով միջազգային հարաբերությունների խաչմերուկում։ Վերջին շրջանում, ընդամենը 2 օր առաջ կարծեմ, Արևան երկրի նախագահը ուղղակի ծիծաղեց այդ խաղաղության խաչմերուկ ասվածի վրա, դատարկ թղթապանակի վրա, ասելով, որ հիմա, ինչպես տեսնում եք, մենք ունենք թրիփ, իսկ ձեր խաղաղության խաչմերուկը կբերեք, երբ որ դեմոկրատները Ամերիկայում կգան իշխանության։ Այսինքն 20 թվականին մի բան էլ հիշեցնեմ, 20 թվականի նոյեմբերի երրորդ հայտարարության մեջ, որով զինադադար հաստատվեց, խոսվում էր տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին։ Այսօր այդ խոսույթը այս իշխանության մեջ գոյություն ունի, թե չունի։ Ռուսական կողմի անընդհատ քննադատելով, որ դուք ձեր պարտականությունները չկատարեցիք, Արցախը հանձնեցիք եւ այլն, այսինքն իրենց մեղքերը Ռուսաստանի վրա դնելով, նույնիսկ այդ մի կետը հաղորդակցության ուղիների վերաբացում կետը իրենք վերածեցին ընդամենը թրիփի, որը չի ապահովում որևէ հաղորդակցության ուղու ապաշրջափակում, բացի Ադրբեջանից Նախիջևան, Նախիջևանից Թուրքիա այս ուղու ապաշրջափակում։ Այսինքն սա վերածվեց ընդամենը աստիճանաբար հյուսիս-հարավից մեկ աստիճանաբար դարձան ընդամենը Հայաստանի տարածքը ուրիշին հանձնելով, արդեն խոսվեց, որ հայ չի լինելու այդ ճանապարհին, ադրբեջանցի վարորդը, թուրք վարորդը հայ չի տեսնելու, ընդամենը թուրքական Զանգեզուրի միջանցքի վերածվեց։ Ընդամենը մի շաբաթ առաջ կարծեմ,
Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը փորձեց վերակենդանացնել հյուսիս-հարավի մասին խոսակցությունը, խոսելով, որ եթե խոսքը վերաբերվում է հաղորդակցության ուղիների ապաշրջապատման մասին, ապա պետք է մտածել աբխազական երկաթուղու վերաբացման մասին։ Այսինքն, այս օրակարգը Ռուսաստանի համար շարունակում է ակտուալ մնալ նրանց արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում լինել, որտեղ նրանք հասկանում են, որ եթե հարավային Կովկասի տարածաշրջանից ռուսական ազդեցությունը դուրս մղվեց, ինչպես հետևողական արվում է տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից եւ իրացվում է Հայաստանի այսօրվա ղեկավարության sense քայլ առ քայլ ջուրը գործին երբ որ գցում ես ջրի մեջ եւ սկսում ես կացայի ջուր տատացնել, այդ ձևով ինքը անընդհատ sense հրամցնում անոր բաներ, որը հանգեցնելու է տարածաշրջանից Ռուսաստանի ոտքը կտրելու, հա, sense ասենք։ Հիմա խնդիրը շարունակում է Ռուսաստանի համար ակտուալ մնալ, բայց ուկրաինական ճգնաժամը Ռուսաստանին թույլ չի տալիս ամբողջությամբ ներգրավել տարածաշրջանում իր ամբողջ ուժը ներդնելով այստեղ։ Մանավանդ իրենք փափուկ ուժ ասելով միշտ արջի եւ կացնի, հա, մեթոդով են միջամտում տարբեր տարածաշրջաններում իրենց շահերը սպասարկելու հարցում։ Հիմա վերադառնալով 24-25 թվականին հավաքական արևմուտք ասվածը մի քիչ փոխվեց։ Ես այստեղ մի փոքր հնարավորինս սերմ փորձեմ իմ պատկերացումը ասել, թե ինչ է փոխվել աշխարհում, որովհետև հարավային Կովկասը մեծ մերձավոր արևելքի բաղկացուցիչ մասն է, իսկ երբ որ խոսում ենք նոր աշխարհակարգի մասին, թե ինչ է փոխվել, որը ֆիքսվեց կարծեմ ամերիկյան անվտանգության նոր ազգային անվտանգության հայեցակարգով, մենք պետք է հասկանանք, թե ինչ է փոխվել, ինչ շահերի վրա է փոխվել եւ տարբեր կենտրոններ հիմա ինչպես են փորձում իրենք շահը իրացնել։ Նայեք, մինչև 24-25 թվականը կարծես միասնական գլոբալիստական արևմուտք կար, դեմոկրատական վարչակարգը Բայդենի եւ եվրոպական գլոբալիստների այս միասնական իշխանությունը Եվրոպայում։ 24 թվականի ընտրությունների արդյունքում Միացյալ Նահանգներում իշխանության եկավ ազգային պահպանողական գաղափարախոսության առնվազն գրող մի քաղաքական ուժ, որի առաջին դեմքը չնայած ինքը բիզնեսմեն է եւ բիզնեսի օրենքներով է դատում աշխարհաքաղաքական հասկացությունների մասին, բայց թրամփիստները իրենք ավելի գաղափարական ուղղություն են, ազգային պահպանողական ուղղություն են եւ վերջ-ի-վերջո նրանք ամերիկյան ազգային շահը վեր են դասում գլոբալիստական շահից։ Հակառակ նախորդ վարչակազմի, Բայդենյան վարչակազմի կամ Քլինտոն կամ Օբամա եւ այդ շարունակականության մեջ։ Հիմա նրանք կշռելով այսօրվա աշխարհում գոյություն ունեցող աշխարհաքաղաքական կենտրոնների ծանրությունը, եկան եզրակացության, որ իրենք լինելով, այսպես ասենք, գերտերությունը կրում են նաեւ հիմնական դժվարությունները ռազմական ուժի միջոցով այս աշխարհում աշխարհակարգը պահելու։ ՆԱՏՕ-ի բյուջեի ճնշող մեծամասնությունը մոտ 80%-ը վճարում էր ինքը, այսինքն եվրոպական անվտանգությունը, ասիական երկրներում իր ազգային շահի սպասարկումը արժենում էր մի քանի 100 միլիարդ, իսկ հիմա արդեն ավելի քան 1 տրիլիոն դոլար։ Հիմա այս ծանրությունը այլևս Միացյալ Նահանգները չէր կարողանալ տանել։ Իրենք աչքերը բացեցին եւ այդպես ստապ գնահատեցին իրավիճակը, ասացին, որ աշխարհակարգը այլևս չկա։ Եվրոպա ուզում է անվտանգ լինել, Ռուսաստանից անվտանգ վճարի դրա համար։ Իմ տնտեսությունը պետքա շնչի, որովհետեւ այն ահռելի պարտքը, որ կուտակել է Միացյալ Նահանգները, այլևս չէր կարողանում ինքը սպասել։ Հիմա էլ չի կարողանում սպասարկել։ Երկրորդ վտանգը, որը առաջանում է, դա տնտեսությունն էր։ Եվրոպան ստանալով Ռուսաստանից էժան հումք, ունենալով նաև ամերիկյան շուկան եւ չինական շուկան, դառնում է տնտեսական հաշվառելի ուժ։ Չինաստանը միանշանակ գնահատականներով ընդամենը 10-15 տարի հետո դառնալու է տնտեսական առաջատար ուժ։ Պատերազմը սկսելուց հետո
ի հակակշիռ հավաքական արևմուտքի Ռուսաստանը, Չինաստանը ձեռնմուխ եղան BRICS-ի ստեղծմանը։ Այսինքն նաև տնտեսական առումով Միացյալ Նահանգները հասկացան, որ իրենք տնտեսապես չեն կարողանալու այսօրվա աշխարհում մրցակցել։ Եվ իրենց հիմնական խնդիրը, Թրամփը իրենց հիմնական խնդիրը դրել է Եվրոպայի տնտեսական տկարացումը, որը անում է փայլուն ձևով, եվրոպացիք զրկվել են էժան ռուսական հումքից, բոլոր գծերը կտրվել են։ Եվրոպացիք նետվեցին դեպի Չինաստան, եւ Չինաստանից այդ հումքը կարող է հասնել, այսպես ասենք, եվրոպական նախագիծ միջին միջանցքով կամ խաղաղության խաչմերուկ, ինչպես ասում էին նախկինում, բայց իրականում Զանգեզուրյան միջանցքով։ Այստեղ պատահական չի, որ Ամերիկան միանգամից նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը եւ ինքը մտավ այստեղ։ Միջին միջանցքը կարելի է ասել խեղդվել է Վրաստանի վրայով անցնող։ Հայաստանի այս թրիփը ամերիկացիները վերցնելու են իրենց վերահսկողության տակ եւ այստեղ փորձելու են իրենց տնտեսական շահը, այսինքն Չինաստանի տնտեսական այս անկասելի զարգացումը եւ դուրս գալը եվրոպական շուկա, եվրոպական տնտեսության այս տկար վիճակը, իրենց մրցակից չլինելու վիճակը փորձելու են պահպանել իրենց վերահսկողության տակ պահելով այս երկու գծերը, որ պահելու են մեկուսացած այս երկու կենտրոնները։ Հիմա Ռուսաստանի շահը բնականաբար այս հյուսիս հարավը, որ նրանք սկսում են նորից խոսունքի մեջ մտցնել, ուկրաինական ճակատում որևէ լուծման հասնելուց հետո նրանք բնականաբար փորձելու են ակտիվացնել այս ուղղությունը։ Դրա համար Թրամփը նաև շտապում է Իրանի հարցը լուծել, որովհետև Իրանը նաև այս թրիփը նկատի ունենալով Իրանը այն կետն է, որտեղով կարող են անցնել այդ հաղորդակցության ուղիները։ Այստեղ վերահսկողություն հաստատելով Թրամփը լուծելու է շատ մեծ խնդիր, մերձավոր արևելքում իր ազդեցության պահպանման խնդիրը Իսրայելի միջոցով, Իրանի իր ազդեցության տակ վերցնելու խնդիրն է լուծում ինքը եւ Հայաստանով անցնող այս պահին թուրքական, թուրանական այս միջանցքի վերահսկողությունը իր վրա վերցնելով։ Այստեղ ցավոք սրտի ես կարծում եմ, որ եվրոպական եւ ամերիկյան շահերը ինչ որ առումով համընկել են իրենց, եվրոպացիները մտածում են շատ լավ, Թրամփը թող ներգրավի այս process-ի մեջ, իրեն թվա, որ ինքը վերահսկում է այս միջանցքը եւ այստեղ կարող է ցանկացած բաժի Թուրքիայի իր օպերատոր, տարածաշրջանային օպերատորի միջոցով կասեցնի այս միջանցքի գործողությունը, բայց 2 տարի հետո Թրամփը չի լինի եւ մենք կարողանանք արդեն գոյություն ունեցող այս միջանցքը օգտագործել Չինաստանից այս ուղին ազատ գործարկելու համար։ Բայց առայժմ երկուսն էլ ցանկանում են այս միջանցքի ստեղծումը եւ այս առումով մեր միակ հնարավորությունը որևէ ձևով դերակատար լինել, որտեղ մենք այսօր ուղղակի սեղանի վրա մատուցված շատ փոքր, բայց արժեքավոր մի ուտելիք են, որը տարբեր ուժեր մտածում են ոնց ուր տալ։ Սա է իմ sense մի քիչ կարճ ներկայացված վերլուծությունը։ Շնորհակալություն պարոն Եսայան, ձեր վերլուծությունից հասկացանք, որ է ամերիկյան շահը, որն է Եվրոպայի շահը եւ կտումները, Թուրքիան եւ Ադրբեջանը հասկանում են ի վերջո ինչ են շահում, Իրանի անհանգստությունները եւս հասկանում են։ Հիմա մեր շահին, անդրադառնանք, որովհետեւ ասացիք, որ այստեղ չի երևում մեր շահը, մեր շահին անդրադառնանք, որն է մեր շահը, որովհետեւ սա ըստ իշխանությունների կողմից հետեւյալ կերպ է ներկայացվում։ Ներկայացվում է որպես ինչպես Արոն Ագազյանն է նշում, պատրանք, այս տնտեսական պատրանք է որպես ներկայացվում։ Մյուս կողմից էլ մի հատ ձևակերպում էին արել, ասում էին դե 99 տարով Հայաստանի լինելիության երաշխիքն է, դե Ամերիկան 99 տարով ստեղ ճանապարհ ունի, դա նշանակում է Հայաստանը հələ 99 տարի կլինի, էլի։ Արդյոք դա իսկապես այդպիսի երաշխիք է եւ իսկապես այդ տնտեսական 26%-անոց տնտեսական երաշխիքն է, որը որ մեզ հնարավորություն է տալու մնալ
դեռ բանում ասպարեզում, քաղաքական ասպարեզում։ Ասեմ, որ մտքի տկարության արդյունք է, որովհետև մի հաստատումը մյուսի հետ բացարձակապես կապ չունի։ 99 տարով որևէ ճանապարհի տիրապետելը որևէ մի ուժի կողմից չի երաշխավորում, որ այդ ճանապարհի, այսպես ասենք, նոմինալ սուվերենը կշարունակի 99 տարի գոյություն ունենալ այդ տարածաշրջանում։ Որևէ կապ չկա։ Այսինքն, այս ակնհայտ հիմարությունը փորձում են ծախել մեր ժողովրդի վրա, որպես իրենց մեծ ձեռքբերում։ Հաջորդը տնտեսական շահ, երբ որ ասում են, որ աշխարհաքաղաքական շահ, գիտեք, իրենք արդեն շատ է ասել, իրենց գործելակերպը որևէ բանով չէր տարբերվի իրական օտարերկրյա գործակալների գործելակերպից։ Որևէ բանով չէր տարբերվի։ Ես բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, թե ինչ անտրամաբանական քայլեր են իրենք անում եւ այսօր էլ շարունակում են անել հայկական շահը մի կողմ դրած։ Օրինակ, ոնց կարելի է գնահատել, երբ որ ազգային ժողովի նախագահը, չեմ ուզում բնորոշումներ տալ, գնում է եւ հանդիպում է մի հատ տնային տնտեսուհու հետ, որին Եվրոպան նշանակել է Բելարուսի ընտրված նախագահ, Տիխանովսկայի մասին խոսքը։ Ոնց կարող է մարդը, նորմալ մարդը, իր երկրի շահը պահպանող մարդը, դրանք կոչված առնվազն երկրի առաջին խանը, որ խորհրդարանական երկիր ենք, առաջնային մանդատ ունեցող մարմնի ղեկավարը գնա եւ հանդիպի ինչ-որ անհայտ մեկի հետ։ Աներևակայելի է։ Չկա ազգային շահ այս մարդկանց համար, պետական շահ այս մարդկանց համար։ Այս առումով ես ուղղակի տնտեսական շահի մասին երբ որ խոսում ենք, ուղղակի ուզում եմ հասկանալ, մենք ինչ շահ ունենալ, այդ 26%-ից ստացված շահաբաժինն է լինելու Հայաստանի տնտեսական շահը։ Բա առաջ ինչի եք խոսում խաչմերուկից, միակ թղթապանակի թափ տալիս։ Հասկանալի կլիներ, եթե օրինակ այդ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների տրամաբանության մեջ բացվեր առաջին հերթին իհարկե աբխազական երկաթուղին, բայց եթե աբխազական երկաթուղին պրոբլեմ կա Վրաստանի հարցում, առնվազն բացվեր Ադրբեջանով Ղազախ-Իջևան գծով Հրազդան Երևան երկաթիծը մեկ, բացվեր Գյումրի Կարս երկաթիծը երկու եւ ամենակարևորը բացվեր Նախիջևան Ջուլֆա Պարսկաստան երկաթուղի։ Բացվում է սա, չի բացվում։ Ոչ մի բան չի բացվում, բարեգործական հիմունքով 4-րդ կարգի ցորեն են ուղարկում իրենց համար, ադրբեջանական բենզին են ուղարկում իրենք շահ ստանալով իրենց բանակը պահելու համար եւ սրա տակ ստանում են անվերահսկելի մի հատ պանթուրանական միջանցք Զանգեզուրի տարածքով։ Ինչ տնտեսական շահի մասին է այստեղ խոսքը։ Ընդհանրապես չկա հայկական շահ այս ամեն ինչի մեջ չկա։ Շնորհակալություն պարոն Եսայան, խոսելով էլի տնտեսական շահերի եւ հայկական շահերի մասին, պարոն Բոզոյան, ուզում եմ սկսենք մեր զրույցը այս իշխանությունների կողմից որպես աննախադեպ ներկայացված, իրենք ասում են, չէ՞, աննախադեպ բառը, ամեն ոլորտում իրենք աննախադեպ ինչ-որ բան են անում, այս իշխանությունների կողմից աննախադեպ այցին է, ներկայացված այցին եմ ուզում անդրադառնալ, վերսի այցին։ Հիմա այդ աննախադեպ այցից հետո իշխանությունները թմկահարում էին 9 միլիարդ ներդրման մասին, հետո պարզվեց, որ այդ 9 միլիարդը ամենևին ներդրում չէ, այլ հակառակը Հայաստանի կողմից որոշակի ձեռքբերման մասին է խոսքը գնում, հետո սկսեցին խոսել ինչ-որ 4 միլիարդի մասին եւ այլն։ Ի վերջո, ինչ էր այս այցը, ինչ